խոսքը փոխանցելու ենք մեր հաջորդ սպիկերին, ու մինչև սպիկերին ներկայացնելը բերենք հասկանանք, ովքեր են, որ կարծում են մարդիկ որոշները հարուստ են, որոշները աղքատ։ Երբևէ մտածել եք այս հարցի շուրջ, ինչու։ Ինչպիսի տեսակետ ունենք յուրաքանչյուրս, ինչու են մարդիկ հարստանում կամ շատ-շատերը մնում աղքատ։ Շատ-շատերին փաստորեն այս հարցը անընդհատ հետաքրքրում է, ճիշտ հասկացա։ Եթե կան այդպիսի մարդիկ, որի մեջ համոզվեցին, ուրեմն մեր հաջորդ սպիկերի հենց ելույթը ձեր համար է։ Սպիկեր, ով մեր լիդերներից է, ով Հա, հիմա մենք կներկայացնենք մեր սպիկերներից, մեր լիդերներից Եվս մի հատ կարևոր մարդ, ինձ ասած, մեր բոլորիս հաջողության հասնելու մեջ կարող եմ նշել, մարդ, ով 100 մարդկանցից ավել միավորել է մեկ գաղափարի շուրջ ու օգնել է, որ մենք կարողանանք ունենալ որոշակի բարձունքներ, ունենալ որոշակի հաջողություններ մեր բիզնեսում։ Ու ինչպես արդեն Արտինեն նշեց, այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես է, որ միլիոնատերերը տարբեր ձևով են ուրեմն մտածում փողի մասին։ Եվ կուզենամ մի հատ ևս հարց տալիս, արդյոք դուք համամիտեք մի հատ այսպիսի ասոցիացիաներ, որ հարստությունը սկսվում է ոչ թե կոնկրետ տրամաբանակից, այլ մտածելակերպից։ Համամիտեք, չէ՞։ Շատ լավ է, որովհետև հաջորդ մեր սպիկերի ելույթը հենց դրա հետ է կապված։ Դիմավոր է Արփինե Սարգսյան, մենեջեր ընկերություն։ Ջեն ողջունելով խոսքը փոխանցենք Արփինե Սարգսյանին, որը իր գիտելիքները կփորձի։ Շնորհակալ եմ շատ, նախ ողջունում եմ բոլորի, ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել, կամ գործընկերներ, որ առաջին անգամ եմ տեսնում, ողջունում եմ ձեզ, ուրախ եմ, որ հենց այսօր դահլիճում միացաք այստեղ մեզ, շնորհավորում ենք ձեզ, այսօր մենք դահլիճում ակտիվացող ունեցանք, Մարգարիտը միացավ մեզ, շնորհավորում ենք ձեզ, ողջունում ենք, շնորհավորում ենք Մարգարիտ Հարիկալուստ, ուրեմն դահլիճում ունենք շատ որակով, որակ ունենք այսօր իրականում, ինչպես մեր նախորդ սպիկերները նշեցին, քանակի վրա շեշտադրում չի եղել, եղել է շեշտադրում որակի վրա, որը ես կուզենամ առանձնահատուկ հիմա շեշտադրել, շատ որակով ու այն գործընկերներին հիմա ներկա, ովքեր որ իսկապես ունեն գիտակցություն զարգանալու, ունեն արժեքներ ու ես ձեզ ողջունում եմ, ուրախ եմ ձեզ այստեղ տեսնելու համար։ Կան գործընկերներ, որ եկել են Հայաստան, ժամանել են Հայաստան այլ երկրներից կոնֆերանսին մասնակցելու համար։ Ողջունում եմ ձեզ նաև։ Ժաննան Վրաստանից, Արմենը Ռուսաստանից, ողջունում եմ ձեզ։ Ունենք գործընկերներ տարբեր վայրերից եկած։ Գիտեք, հիմա Երևանում գտնվող շատ գործընկերներ գաղտնիք կասեմ ձեզ, բայց իմացեք դուք էլ։ Իրենք չեն եկել, ինչու։ Չեն արժևորելու, քանի որ իրենք չունեն որոշում զարգանալու գործընկերներ, այդքան բան։ Հաջորդ հանդիպումներին ևս շեշտադրում է արվելու որակի վրա։ Մի խոսքով շատ որակյալ մասը է նստած, շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։